Եվ նրանց ոտքերը լված, հագավ իր զգեստը ու դարձյալ սեղան նստեց, և նրանց ասաց. գիտեք ինչ արեցի ձեզ, դուք ինձ վարդապետ և Տեր եք կոչում և ճիշտ եք ասում, որովհետև եմ, արդ եթե ես, Տերս ու վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք նույնպես պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, քանի որ ես ձեզ օրինակ ծառայեցի, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն կերպ անեք։ Ոտքերը լվանալը համարվում էր ամենացածր ծառայի պարտականությունը։ Խոնարհության այս գործողությունը ցնցեց աշակերտներին, բայց այն բացահայտեց Հիսուս Քրիստոս ծառայի սիրտը։ Հիսուս Քրիստոսը կոչ արեց իր աշակերտներին ծառայել նույն հոգով, ոչ թե ճանաչման համար, այլ իսկապես ուրիշներին սիրելու։ Քրիստոսը կամովին խոնարհվեց, ցույց տալով սերը գործով։ Խոնարհությունը խոնարհություն է, երբ կարող ես կանգուն մնալ, բայց գիտակցաբար ընտրում ես խոնարհվելը։ Իսկական խոնարհությունը բխում է Աստծո շնորհի խորը ըմբռնումից։ Մենք ծառայում ենք, որովհետև նախ Քրիստոսը ծառայեց մեզ։ Նա խոնարհվեց ու հոժարեց մեռնելու ամենաանարգ մահով՝ խաչի մահով։ Իր խոնարհությամբ Աստծո ձրի փրկարար շնորհը հասանելի եղավ մեզ։ Իսկական խոնարհությունը արտաքին ցուցադրությամբ չի լինում, այլ Քրիստոսի միջոցով փոխակերպված սրտի տեսանելի արտահայտությունն է։ Խոնարհությունը չի նսեմացնում մերով լինելը։ Խոնարհ մարդը մտահոգված չէ իր անձի հեղինակության մասին։ Խոնարհությունը օգնում է ուրիշների մասին ավելի շատ մտածել։ Աստծո արքայությունը կառուցվում է ոչ թե դիրքի որոնմամբ, այլ սիրով և խոնարհվելով։ Եկեք այսօր ինքնակամ ընտրենք ծառայելու միմյանց։ Հայր, օգնիր ինձ հետևելու Հիսուսի խոնարհության օրինակին։ Թող ես ծառայեմ ուրիշներին այդ նույն հոգով։ Ամեն։